Տրանսկրիպցիայում այս նշանը է հնչյունի պատկերն է։ N հնչում է ինչպես հայերեն N։ Փակ վանկերում E կարող է հնչել միակ I տառը՝ men, մարդիկ կամ տղամարդիկ, hen, հավ, bed, մահճակալ։ Փակ վանկում I-A տառերի համակցումը նույնպես կարող է հնչել E, dead, մահացած, head, գլուխ։ Նույնը A-I տառերի մասին։ Said, to say բառի, այսինքն ասել բայի անցյալ ժամանակն է։ Lend, փոխարինաբար տրամադրել։ Այս հնչյունը Ա հնչյունն է։ Ա հնչյունը հայերենում չունի իր համարժեքը։ Փակ վանկերում այսպես կարող է հնչել A տառը, օրինակ man, մարդ կամ տղամարդ, hand, ձեռք, bad, վատ, dad, հայրիկ, had, ունենալ բայի, to have բայի անցյալ ժամանակն է, sad, տխուր, land, հող, երկիր։ Ուշադրություն դարձրեք, որ մեկ հնչյունի տարբերությամբ բառի իմաստը փոխվում է։ Սխալ տրանսկրիպցիան կարդալու և սխալ արտասանելու դեպքում կարող են շատ թյուրիմացություններ լինել։ Այսպիսի բառերը անգլերենում շատ են։ Men, man, bed, bad, dead, dad, head, had, said, sad, lend, land։ Տրանսկրիպցիայի այս նշանը երկար Ա հնչյունն է։ A տառը պատկերում է Ա հնչյունը, իսկ հայերեն վերջակետի նման այս կետերը ցույց են տալիս, որ հնչյունը երկու անգամ սովորականից ավելի երկար պետք է հնչի։ Երկար Ա կարող է հնչել A տառը, եթե նրան հաջորդում է R։ R-ը նման չէ հայերեն R կամ R հնչյունի, շատ ավելի խուլ է, իսկ A-ից հետո շեշտված վանկերում շատ ավելի խլանում է, համարյա չի լսվում, դրա փոխարեն A-ը հնչում է երկար Ա, օրինակ large, մեծ, car, մեքենա, far, հեռու, park, զբոսայգի, start, մեկնարկ։